Ընկերս գրառում էր արել, հարգելի բարեկամներ, հիմա մի հատված կկարդամ, ոչ մի լրագրող այդպես էլ չհարցրեց, թե ճիշտ է, որ Սև լճի տարածքում հայ զինվորները իրենց դիրքերը բարձրանալիս կամիչներից ուղղում նվաստանում են Ադրբեջանի զինվորի մոտ ու փաստացի պատանդարված են։ Ես մի փոքր հատված եմ կարդում եւ գրառման տակ, Սամվելի գրառման տակ ուրեմն մի օգտատեր գրել է հետևյալը. Եթե հարցնեին էլ մեկը Նիկոլայը կմանիպուլացներ ու կհամոզեր, որ այդպես ճիշտ է, իսկ եթե որևէ մեկը կասկածում, ասեմ, որ ես անձամբ եմ եղել Սև լճի մարտական դիրքերում, ցավոք սրտի, այո, այդպես է։ Տազիկները ոտքից գլուխ շմոն են անում մեզ ու նոր կամ թողում կամ ոչ։ Ուրեմն այն պետությունը, որը չի գնահատում իր զինվորի կյանքը, իր զինվորի առողջությունը, որը թքած ունի զինվորի արժանապատվության վրա, ուղղակի ապրիորի թքած ունի կամ ժամանակակից հայերենով ասած դեմից թքած ունի զինվորի աֆիցերի արժանապատվության վրա, այդ պետությունը, այդ ազգը չի կարող նաև գնահատել հողը, բացառված բան է։ Արդեն երրորդ ամիսն է, հարգելի բարեկամներ, խոսվում է այս թեմաներից, երրորդ ամիսն է եւ սա ասեմ հանցագործություն է, երևի քիչ է։ Սա պետական մասշտաբի դավադրություն է ընդդեմ հայ տղամարդ, հասկանում եք, պետական մասշտաբի դավադրություն գալիս են, պավեստկան տալիս են, տանում են ադրբեջանցի զինվորի դեմը կանգնեցնում են, որպեսզի ադրբեջանցի զինվորը շմոն անի։ Դուք հասկանում եք, սա ինչ խայտառակություն է։ Նոյեմբերի 1-ին, երբ ես այս հարցը բարձրացրեցի, նոյեմբերի 1-ից հետո ես կարդացել եմ նման կոմենտարիաներ եւ ստացել եմ նման 100-ին մոտ նամակներ, հասկանում եք, այսինքն մարդիկ համատարած ձևով հաստատում են տվյալ վկայությունը, որ այո, Հայաստանի Հանրապետությունում կան դիրքեր, որտեղ հասնում է զինվորը անցնելով ադրբեջանական ստորության, զննության եւ այլնի միջով։ Հիմա Հայաստանի Հանրապետության պարլամենտը պիտի այս ճակերտավոր նորությունից, սա մեզ համար է նորություն, իրենց համար վստահ եմ, որ նորություն չի։ Իրենք գիտեցել են սա, այդ ընդդիմադիր պատոննկները գիտեցել են եւ լռության են տվել։ Հիմա այս ամենից պիտի տրաքեր ուղղակի պարլամենտը, հարգելի բարեկամներ, բայց ոչ, նստած են, կոչ են անում իրենք իրենց բլոգերներով, իրենց ժուրնալիստներով կոչ են անում չգնել ադրբեջանական բենզին։ Այսինքն հայ զինվորը կարող է ստուգվել ադրբեջանցու կողմից, հələ սրանց խելքին նայեք, բայց ադրբեջանական բենզին հայ սովորական քաղաքացին չի կարող գնել։ Էս ինչ լիցեմերություն է։ Հետաքրքիր է այդ բենզինի դեմ պայքարը, որ դուք տանում եք, հետաքրքիր է, ուղղակի հարց եմ բարձրացնում։ Այդ պայքարը ֆլեշի բարսեղը ֆինանսավորում է, այդ պայքարը բենզին ներկրող այլ կազմակերպություններ ֆինանսավորում են, որ դուք բենզինի մասին խոսում եք, բայց այս այլանդակության մասին դուք չեք խոսում։ Հետաքրքիր է, իմիջիայլոց պիտի ասեմ, որ հարցում էին նաև ուղարկել պաշտպանության նախարարությունը, որովհետև 200,000 հոգի միայն 250,000 հոգի միայն նոյեմբերի 1-ին այս թեմայի վերաբերյալ իմ էջից էր իմացել 250,000 մարդ հարցում էին արել լրագրողները եւ պաշտպանության նախարարությունը ըստ էության հաստատել էր, որ այո, այդպիսի բան կա, ըստ էության հաստատել էր։ Ինչ էր հեշտ է։ Հայաստան դաշինքի падգամավոր, սա իմպիչմենտի թեմա չի։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսքան հանցագործություններից հետո բերեցին իմպիչմենտի նախագիծ, որի հիմքում է այն, որ երկրի վարչապետը խախտել է կառավարության ծրագիրը։ Դուք պատկերացնում եք սրանց
ամորալության մակարդակը։ Դաշնակներն էլ, դաշնակ մաշնակներն էլ միացան, ասացին այո, մենք ընդունում ենք Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, հիմա սա նոր նախաձեռնության հիմք չի, լավ այդ նախաձեռնությունը թող մտնի օրակարգ, թող չբանանեն, ԿՊԱ-ականները թող չմիանան, բայց սա իմպիչմենտի թեմա չի։ Մարդիկ, ովքեր ժամանակին բանակը մերժել են, պարտադիր զինվորական ծառայությունից փախել են, հիմա իրականացնում են պաշտպանության անվտանգության ոլորտի քաղաքականությունն են մշակում եւ քաղաքականությունն են իրականացնում, պավեստկաներ են բաժանում, 10 մարզպետից 9 զինված ուժերում ծառայած չի, հիմա ներկայումս 10 մարզպետից 9 մարզպետները պատասխանատու են զորահավաքի եւ զորակոչի համար, այսպես պավեստկաները բաժանում են, տանում են զինվորներին, դնում են ադրբեջանցու դեմը, ու ազգը լուր է, ազգը նստած հաշվում է տերդերներին, այս տերդերը միացավ տիրադավներին, այն մյուս տերդերը հայտարարություն արեց, որ ինքը կաթողիկոսի կողքն է, իմիջայլոց եւս մեկ անգամ եկեղեցին պաշտպանողներին, եւ բարենորոգողներին, երկուսին էլ այս հարցը տալիս եմ, թե Քարամյան Էլբեկի կողմնակիցներին, թե Արշակ arczepiskoposi կողմնակիցներին, մեկը եկեղեցու համար է պայքարում, մեկը պայքարում է եկեղեցին բարենորոգվելու համար, այդ մեծ խմբեր կան, ճակերտավոր մեծ խմբեր, ճակերտավոր, որովհետև ժողովուրդը մեծ հաշվով թքած ունի, որովհետև հասկանում է, որ թե նրանք են իրեն խաբում, թե նրանք են իրեն խաբում, եւ դրա համար միտինգներ երբ որ անում են, 2-3 հազար հոգուց ավել չի մասնակցում։ Հիմա հարց թե Արշակ arczepiskoposi, թե arczepiskopos Քարամյանի կողմնակիցներին։ Ծառուկյան Գագիկը ոտնահարելով հայ առաքելական եկեղեցու ավանդույթները տիրոջ արձանն է տեղադրում։ Սրա մասին ինչու ոչ դուք եք խոսում, ոչ էլ նրանք։ Սա խոսում է միայն ու միայն մեկ բանի համար, որ դուք իրականացնում եք լիցեմերություն, որ այն ինչ տեղի է ունենում հիմա, այն ինչ տեղի է ունենում, չի տեղի ունենում քրիստոնեական արժեքների, քրիստոնեական վարդապետության, եկեղեցին բարենորոգելու համար, Փաշինյան Նիկոլ, եկեղեցին դու նախ ով ես, որ եկեղեցու բարենորոգման համար ինչ-որ շարժում սկսես, բայց նույնիսկ եթե ցանկանում ես, բայց կաթոլիկ ավանդույթների ներկրման դեմ, ինչու մի բառ չես ասում, Փաշինյան Նիկոլ, ինչու։ Մի խոսքով, էլի եմ ասում, այն պետությունը, որը այն ազգը, որը թքած ունի իր զինվորի առողջության վրա, արժանապատվության վրա եւ կյանքի վրա, այդ ազգը չի կարող պայքարել հողի համար, հողը չի կարող իր համար թանկ լինել, բացառված բան է։ Հրեաները ժամանակին 1000-ից ավել զինվոր եմ ասում, բանտարկվածներ տվեցին, որպեսզի մեկ զինվոր ստանային, որպեսզի մեկ կապրալ ստանային, Գելադ Շալիդին։ Բազմաթիվ գերեվարվածներ եւ այսպիսի վերաբերմունք։ Իմիջայլոց ես պիտի ասեմ, որ նշված դիրքերում իմ ունեցած տեղեկություններով այս պահին մոտավորապես 400 զինվոր եւ աֆիցեր կա, մոտավորապես, որոնք գտնվում են փաստացի պատանդարության մեջ, այսինքն մտնելուց ստուգում են, նկարներն ուղարկում են հրամանատարական դիտարկման կենտրոն ադրբեջանցիները, դուրս գալուց եւս ստուգում են, նկարում են եւ միայն դրական վիզայի դեպքում թողնում են, որպեսզի այդ զինվորները նշված վայրից, ծառայության նշված վայրից դուրս գան։ Այսինքն գտնվում են այս մարդիկ փաստացի պատանդարության մեջ, 400-ին մոտ մարդ։ Բայց դուք տեսեք ինչով եք զբաղվում։ Դաշնակ մաշնակներ, լրագրողներ, դատավորներ, դատախազներ, ազգային անվտանգության ծառայության սպաներ, զինված ուժերի գեներալներ։ Դուք տեսեք ինչով եք զբաղվում։
Երանի այն օրը, երբ հայը կազատվի հայից։ Դա Աստված հային հայից ազատ է հայը, իսկ եթե ոչ թող օտարը ազատ է։ Ես ձեր տիրոջ մերը